Հիշում եմ 90-ական թվերին Ալեքսեյ Լիդիայևը Երևանում էր։ Ով է հիշում Երևանում, երբ որ ծառայում էր։ Հովմիշան Ալեքսեյ Երևանում էր ու քարոզեց, հիշում եք ինչ թեմա, հայրություն։ Հայրության թեմա քարոզեց։ Այն ժամանակ, երբ որ մենք լսում ենք հայրություն, ասում ենք կարքին իմ մեջ ես ասում ենք կարքին թեմա քարոզի, որովհետև հայրությունը դա ինչ։ Հետո տարիներ անցնում է Բրազիլիայում, Հով Միխայելը մի ամիս առաջ երևի ավելի քիչ, քարոզեց Բրազիլիայում հայրության մասին։ Չգիտեմ, երևի տարիների ընթացքում ես հասկանում, թե ովքեր են հայրերը, և հայրության մասին մի փոքր բան կուզեմ կիսվեմ ստեղի եկեղեցում, որ որոշ մարդիկ հասկանան, թե ինչ է հայրությունը։ Նեն չի, որ ինքը տարիքով ծեր հովիվ է, ինքը հայր է, որովհետև ինքը ծեր է կամ չգիտեմ ինչ, հայրությունը մի քիչ հասկանալու համար պետք է Աստվածաշնչից մի երկու տեղ կարդամ։ 4 գլուխ առաջի Կորինթացիներ։ Ալելույա։ Առաջի երկրորդ խոսքը թող մարդիկ մեզ այնպես համարեն, որպես թե Քրիստոսի սպասավորները ու Աստծո խորհուրդների տնտեսները։ Սա մայր ուսուցում է, եթե չգիտեք շատերը, սա մայր ուսուցում է այս խոսքը, այս խոսքերը։ Ուստի տնտեսից պահանջվում է, որ հավատարիմ լինի։ Թող մեզ համարեն Քրիստոսի սպասավորներ, ծառաներ, և ամեն ծառայից պահանջվում է ինչ։ Գիտեք, շատերը ասում են, թե ծառայողը սենց պտի լի, ծառայողը նենց պտի լի, ծառայողը սենց, ինչ-որ չափանիշներ են ասում, ու քեզ մոլորացնում են դրանով, որովհետև կարծում են, թե ծառայողը այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի, մյուս ձև պետք է լինի, ծառայողից մի այսև շատ քանակության պահանջներ են դնում ծառայողների վրա, որ ծառայողը այսև պետք է լինի, ծառայողը սենց ձև, բայց ասեմ, որ ծառայողից պահանջվում է հավատարմություն։ Ցանկացած Քրիստոսի ծառայից պահանջվում է հավատարմություն։ Ոնց ուզում եք հասկացեք, ոնց ուզում եք մտածեք, ամենակարևոր բաղկացուցիչը դա հավատարմությունն է։ Հավատարմությունը ամենակարևոր բանն է։ Գիտեք, Հիսուս չեկավ ուժեղ մարդկանց ընտրի, Հիսուս չեկավ իշխանավոր մարդկանց ընտրի, որովհետև նրանք իշխանություն ունեն։ Հիսուս չեկավ անգամ տեմպերամենտի մարդկանց ընտրելու, որովհետև տարիներ առաջ մի հովիվ ինձ ասեց, ես շատ տեմպերամենտն եմ, դու հանգիստ ես, մենք չենք կարա իրար հետ ծառայենք։ Բայց բանից պարզվում է դա մարդկային հնարքներ և ցնորքներ է։ Երբ որ մարդը մտածում է, որ ինքը պետք է չափանիշով ավելի շատ ջերմերանդ մարդիկ ընտրի կամ ավելի շատ են փող ունեցող մարդկանց ընտրի կամ ավելի իշխանական դիրքերի մարդ ընտրի կամ մի քիչ այսև ասեմ գրոզնի մարդ, ահեղ մարդ ընտրի, որ ասի ինքը ամենալավ ծառայողը կլինի, բայց Տերը հավատարիմների հետ է գնում։ Տիրոջ աչքերը երկրի հավատարիմների վրա գրված է։ Հավատարմությունը այսօր ոսկուց թանկ է։ Հասկանում եք, 1 կիլո ոսկուց թանկ է հավատարմությունը, 2 կիլո ոսկուց էլ է թանկ, 10 տոննայից էլ է թանկ։ Հավատարմությունը ամենակարևոր վալյուտան է, հասկանում եք, Աստծո թագավորության համար և ծառայողի համար, և Տերը հավատարիմ մարդիկ է փնտրում։ Ամեն։ Եվ չգիտեմ խի այս խոսքը սկզբից, որ Պողոս առաքյալը այսև ասում, հետագայում ինքը երկու բան էլ ասում, 15-16 խոսքերը, ես կկարդամ, որովհետև սա կարևոր է, ովքեր որ չեն եկել, նրանք կարող են լսել, այս նկարահանումը կարող են տեսնել և լսել, և մի քիչ
ցրեմ ձեր մեջի ձեր գլխի մեջ եղած մառախուղը, որովհետև որոշներին թվում է թե կարող են վարվել այնպես, ինչպես վարվում են այսօր։ Իսկ հիմա ես կասեմ, թե ինչպես են վարվում եւ ինչպես չպետք է վարվեն։ Դեպեդիև դուք 10,000 վարժապետներ ունենաք Քրիստոսով։ Ոչ ուղղակի վարժապետներ, այլ Քրիստոսի մեջ դասատուներ, ուսուցիչներ, անգամ հովիվներ, անգամ ավետարանիչներ, լավ ծառայողներ, մարգարեներ, կան մարգարեներ, կան ավետարանիչներ, կան հովիվներ, կան ուսուցիչներ, կան դերեկ պրինսներ, որովհետև նրանք չկան, բայց իրանց ուսմունքը կա եւ իրանց ծառայությունները կա եւ գոյություն ունեն բավականին մեծ աուդիտորիաներ, գրավող ծառայողներ, հերուստա ավետարանիչներ, հերուստա ծառայողներ, on-line քարոզիչներ, որոնց ոչ մի կերպ ես դեմ չեմ, նրանք Քրիստոսով են եւ իրականում նրանք սովորացնում են, նրանք վարժեցնում են, նրանք ուսուցանում են, նրանք կրթում են, նրանք ես տալիս են միլիոնավոր հայտնություններ, որ քո տեղական եկեղեցում չես ստանա միգուցե, ասեք ամեն։ Եվ միգուցե դու սկսես տարբերություն դնել քո տեղական եկեղեցու հովվի եւ այդ մարդու միջև եւ ասես, որ շերքին նժարին դրված է իմ այս ինչ ծառայողը։ Ես դեմ չեմ այդ մարդկանց, որովհետեւ ինքս լսում եմ որոշ մարդկանց եւ դրանք բավականին կշռային եւ պատմություն կերտող մարդիկ են եղել, որոնցից մեծամասնությունը այլևս չկա։ Իրականում չկան նրանք եկեղեցու եւ եկեղեցու պատմության մեջ, աշխարհի մեջ մեծ բաներ են փոխել եւ հեղաշրջումներ են կատարել եւ բարենորոգություններ են բերել։ Ես իրանց դեմ չեմ բացարձակ, որովհետեւ ես ինքս ընդունում եմ, բայց Պողոս առաքյալը երկրորդ բարբերությունում 16-րդ խոսքում ասում է քիչ հայրեր ունեք։ Քիչ հայրեր ունեք, որոնք ճանաչված չեն միգուցե մենք չգիտենք իրանց, միգուցե իրանք այսև ստվերում են, ընդհանրապես իրանք չեն նկարահանվում, իրանք չեն քարոզում, այնպես ինչպես որ դուք կուզեք, որովհետև մենք ընտրովի քարոզիչներ ունենք այսօր, հերուստա քարոզիչներ ունենք եւ ինտերնետ քարոզիչներ ունենք, on-line քարոզիչներ ունենք եւ տնային խմբեր ունենք, այդ ձև կամ մեկ քարոզչի այսև աուդիտորիա կա, որ ինքը մենակ է քարոզում, բայց բավական մեծ աուդիտորիա ունի եւ մինչ ինքը կդնի իր նյութը YouTube-ում, ահա գրանցվում է 200,000, 300,000 դիտումներ, բայց կուլիսների հետևում կան հայրեր, որոնց անգամ աշխարհը չգիտի եւ չի ճանաչում եւ միգուցե չճանաչի էլ։ Ուզում եմ այսօր մի բան ասեմ, ինձ ժորը ցույց է տալիս մի ասո մարդ, մի տարեց մարդու, որը բավականին տարիքով է, ասում է այս մարդը Բենի Հինի հոգևոր հայրն է։ Ես այդ մարդուն առաջի անգամ տեսնում։ Իսկ Բենի Հինը մեզ համար դարձած է ամենասիրված ծառայողներից մեկը, եթե գիտեք, եթե հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եվ այսև շատ զարմանում ես, որ ասո այդ ձևի կալիբր մարդը, տրամաչափի մարդը կարա գնա եւ խորհուրդ հարցնի եւ ծառայություն ընդունի եւ ծածկոց վերցնի եւ օրհնություն ստանա այդ մարդուց։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Տարիներ առաջ, երբ որ ես սկսեցի ծառայել, այսպես մի հատ абսուրդ իրավիճակի եմ ես հանդիպում ժամանակ առ ժամանակ, որ ես ծառայում եմ մարդկանց, ծառայում, ես երբեք ինձ հայր չեմ համարում, այդձև հայր, հոգևոր հայր չեմ համարում, եկեղեցու հայր չեմ համարում, որովհետև ես ինքս ինձ համար հայր ունեմ եւ ես հովիվ եմ, ուղղակի հովիվ եմ։ Բայց երբ որ հրավիրում ես տեղ մարդիկ ես հրավիրում, որ կարան իրանք մի անգամ տեսնեն ու վերջի անգամ տեսնեն այդ մարդուն, կամ այդ մարդը մի անգամ ծառայի եւ այլևս չծառայի կյանքի մեջ այլևս։ Եվ абսուրդը հասնում է սրան, որ մեկը տեսնում ես քո ժողովուրդը, որին դու ծառայում ես, հավատարմորեն, գիշեր ցերեկ, առավոտ, կեսօր, իրիկուն, ամեն օր ծառայում ես եւ դարձել ես իրանց համար ստից մի հատ մարդ, սովորական մի հատ մարդ, մեկը կմոտենան,
այդ մարդուն նենց հրաշալի օրհնություն կային, որ այդ մարդը կյանքում չի տեսել եւ ինչպես նաեւ քո հովիվը։ Ցնդելու բանը, հասկանու եք, այս աբսուրդ է։ Եվ Պողոս առաքյալը ակցենտ է դնում, շեշտ է դնում հավատարմության վրա։ Հարցրեք ով Միխայելից ինչպիսին եմ ես իրա ծառայության մեջ, դուք կլսեք մի խոսք, դուք կլսեք իրանց մի խոսք, որը ինքը շատ է կրկնում, եւ 17-րդ խոսքը իզարմանս ինձ ասում է, սրա համար ձեզ ուղարկեցի Տիմոթեոսը, իմ սիրելի որդին, որդիս է, որը իմ սիրելի որդիս է, Տիրոջմով հավատարիմ, օհո, հավատարմություն, ծառայողից եւ ահա Տիմոթեոսին եմ ուղարկում քեզ, որ իմ որդին է, Տիրոջմով հավատարիմ, իմ որդին է, հավատարիմ, Քրիստոսով, Տիրոջմով, որ ձեր միտքը պիտի բերի բաներ, ձեր միտքը պիտի բերի Քրիստոսով, իմ բռնած ճանապարհը, այսինքն ուսուցումը, վարդապետությունը, հավատքը, ինչպես ամեն տեղ բոլոր եկեղեցիներին էլ կսովորացնեմ, ասում է Պողոս առաքյալը։ Հայրը եւ ասում է, որ ես սովորացնում եմ ամեն եկեղեցում ինչ որ ես սովորացնում եմ, Տիմոթեոսը գալու է դա ձեզ հիշացնի կամ ձեր միտքը բերի։ Այսօր Մատինյան անին դպրոցում արդեն սովորում է, եկեղեցում է, Բլագավեշենսկա։ Ասում է ես նստած դասերին, ասում է գրում եմ դասերը եւ ամեն դասի, ամեն այսև նախադասության կամ սահմանումների ես ձեզ եմ հիշում, որովհետեւ դուք այս բաները մեզ սովորացրել եք տարիներով։ Եվ դա ոչ մեկ չի կարող գողանալ եւ ես անում եմ դա հավատարմորեն ժողովուրդ։ Ես արել եմ դա հավատարմորեն եւ անում եմ նորից հավատարմորեն եւ ինչ որ մեկը տարիներ առաջ ես ձեր բանը ասում ինձ, ասում ահմիկ ես ուսուցումը տվիշ, բրծար հետո ինչ ես անելու։ Ասում եմ հետո պետքա շրջվեմ եւ նորից եմ անելու դա, եւ նորից եմ անելու դա, եւ շարունակաբար անելու եմ դա, այնքան որ դա միս եւ արուն դառնա մեր մեջ։ Դա մեր մեջ կյանք դառնա եւ մենք հասկանանք, թե Աստված ինչի է մեզ կանչել։ Եվ մենք կարողանանք ճիշտ ծառայենք, ահա վիճաբանություններ, որ տեղի ունենում եկեղեցիներում, դա խնդիր է շատ եկեղեցու առաջնորդների, որ նախ եւ առաջ չունեն հոգեվոր հայրեր եւ չունեն հստակ ուսուցում, հիմքեր չունեն։ Այսինքն իրանց մեջ արմատուր չունեն եւ կարող են վիճել, երեկվա մեր զրույցը, վիճել Եդեմի պարտեզում այդ մանգո էր, որ կերավ Ադամը թե բանան էր վերջապես, գրողը տանի։ Դա ինչ էր վերջապես, որ կերավ, այդ ինչ դթում կերավ, այդ ինչ ցոգոլ կերավ, այդ ինչ դամբուլ կերավ, այդ ինչ խնձոր կերավ։ Իրականում չկերավ ոչ խնձոր, ոչ տանձ, այնտեղ գրված է ընդհանրապես արգելված պտուղ։ Եկեք ես հետ դառնամ չխոսամ դրա մասին եւ այդ վիճաբանություններ, որ կա եկեղեցիներում, պատճառը ուսուցման պակասն է, պատճառը ինչ որ հավատարիմ գործիչների բացակայությունն է, եւ դրա համար Պողոս առաքյալը ասում է, որ հավատարմությունը ծառայողի ամենակարևոր որակն է, որը իմ ու քո կյանքի մեջ պետք է լինի հիմքը մնաց, հավատարմություն։ Դուք երբեք չեք կարող մարդուն հավատարիմ անել, բայց հավատարիմ մարդուն կարող անել։ Եվ սա շատ կարևոր է, հավատարիմ նույն ուսմունքներին, որ Պողոս առաքյալն ասում է, ես ձեզ տվի, Տիմոթեոսը պետք է նույն բանը փոխանցի։ Ուրիշ բան չի խոսալու, ապա նույն ուսուցումը Քրիստոսով, Տիրոջմով, նույն դասերը պետք է բերի, նույն հայտնությունները պետք է բերի։ Եվ հանկարծակի ես դեմ չեմ լինեմ, որ մարդիկ ունենք, որ նայում են, լսում են, ես գիտեմ, որ կան, ես չեմ արգել, երբեք չեմ արգել, հեռուստաքարոզիչներ, ուրիշ ծառայողներ, ուրիշ հովիվներ, բայց եզև նուրբ մի հատ նյուանս ասեմ, նրանք երբեք չեն կարող դառնալ ձեր հայրերը։ Իրականում իրանք հայրեր են, բայց երբեք չեն կարող դառնալ քո հայրը, որովհետև դու ունես քո հայրը, մենք ունենք մեր հայրերը,
Եվ ահա մենք ունենք մեր վրա այդ մարդուն, ով որ այդ ծառան է, այդ հավատարիմ մարդն է, ով որ պահել է, եւ միակ մարդն է, որ պահել է ամբողջ բազային թեման։ Ովքեր չգիտեն ինչի մասին է խոսքը, ես շատ հասկանալով եմ խոսում, ինչ որ խոսում եմ այսօր։ Գիտակցելով եմ խոսում, եւ այդ բազային թեման միակ մարդն էր, որ պահեց եւ հավատարիմ մնաց այդ սկզբունքին։ Եվ մենք էլ պահում ենք այդ բազային թեման եւ շատ ուրախ եմ լինում խոսալու այդ սահմանումներով եւ տրամաբանելով եւ որոշների մոտ հարցեր ածակում, որտեղից ունի սա այս վարդապետությունը։ Որտեղից ունի սա այս վարդապետությունը։ Չխճճվենք եւ չխճճեմ ուրիշ թեմաներով, եկեք շարունակենք առաջ շարժվել։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը գոյություն ունեն հայրեր եւ նրանք ոչ միայն դարձան քրիստոնյաների հայրերը, հապա նրանց աշխարհը, Աստված նրանց աշխարհը նրանց կալվածք տվեց իբր, դա Աբրահամն էր։ Աշխարհի ժառանգորդ արեց իր որդուն խոստմունքի միջոցով, դա Իսահակն էր։ Եվ բոլոր խոստմունքները ստացավ նաև Հակոբը իր որդիների հետ։ Ով լսեց։ Աշխարհի Տեր ու Տիրականը արեց հոգևոր պլանը, որպեսզի ժառանգեն աշխարհը։ Եվ հավատացյալները ունեն այս հայրերին։ Եվ մենք ունենք Աբրահամին, մեր հավատքի հորը, ում հավատքը լսելով մենք հասկանում ենք, որ ում պետք է նմանվենք, Աբրահամի հավատքին, ճիշտ է։ Որովհետև Աբրահամին տրվեց խոստմունք եւ Աբրահամը հավատաց եւ Աստված ասեց դա արդարություն է քեզ եւ Աբրահամը դարձավ համար առաջի հոգևոր հայրը։ Ուզում եմ մի քիչ բան ասեմ այս ուղղությամբ, որովհետև որոշները կուզեն, որ իրանց պապան չլինի, ասենք թե ենթադրենք հորինած մի հատ ձև անուն ասեմ Սերոժը։ Կուզեն իրանց պապան լինի, ասենք Վարդգեզը։ Որովհետև նրանք նայում են իրանց եւ նայում են, ասենք Վարդգեզի երեխաներին եւ հասկանում են, որ Վարդգեզի երեխաներին լավ է եւ կուզեն, որ Վարդգեզը իրանց պապան է լինի։ Ով է լսում։ Ես հիշում եմ, որ երեխա ժամանակ երկու մարդ ապրում էին մի հարկի տակ, նրանք կենվոր էին։ Հիշում եք այդ բառը, տերմինը, հիշում եք կենվոր, ով որ ջահելա չի իմանա այդ ինչա։ Վարձով էին ապրում։ Եվ այդ հարկի տակ երկու տղամարդ կար։ Իրանք ունեին ամենը երկու աղջիկ։ Եվ ունեին ամենը մի կին։ Այս երկու աղջկա, այս հոր երկու աղջիկները ուզում են, որ այն երկու աղջիկների հայրն էլ իրանց հայրը լինի։ Սա լավ ցանկություն է, բայց դժվար բան է։ Դժվար բան է։ Նրա պապան չի դառնա քո պապան երբեք։ Նրա հայրը երբեք չի դառնա քո հայրը։ Նա հայրը նրանց, բայց նա էլ հայրը քեզ։ Եվ ինչքան էլ ուզենանք, որ ինչ-որ մի հատ կինո աստղի թոր կամ երեխա լինեն, կամ ինչ-որ մի աստծո մարդու, դա հնարավոր չի, որովհետև արդեն դու ունես քո հայրը։ Դու ունես քո ծառայողները, որոնք քեզ են ծառայում։ Եվ ահա մենք գիտենք, որ Աբրահամը կոչվում է Աստվածաշնչում հայր, հավատքի հայր է կոչվում եւ իմ դուրս գալիս է առաջի նոտան, բայց երկրորդը անհասկանալի է, թե Աբրահամը ինչպես է կոչվում հայր, ինչպես է հայր։ Դու գիտեք, որ Աստվածաշունչը Աբրահամին կոչում է մարգարե։ Ով գիտի։ Աբրահամին կոչում է Աստվածաշունչը մարգարե։ Ինքն ունի այդ տիտղոսները։ Ինքն ունի այդ տիտղոսը։ Աբրահամը կարող է կալված կառը ինչ-որ միտեղ, բայց Աբրահամը կոչվում է հայր եւ Աբրահամը ահա որդի չունի։ Աբրահամը որդի չունի, բայց ինքը հայր է։ Աստված ինքը այդ հորը, հետո կտա ամբողջ աշխարհի հայրությունը հոգևոր աշխարհի հայր կդառնա։ Եվ գիտենք, որ Աստվածաշնչում Աբրահամը
Առաջին մարդն է, որ այսպես ուխտի մեջ է մտնում Աստծո հետ։ Ուխտի մեջ է մտնում ժառանգության ուղղությամբ, որպեսզի ով որ հավատա Աստծուն, որին հավատում է Աբրահամը, դառնա ժառանգորդ եւ ինքն էլ մտնի Աբրահամի հայրության տակ։ Եվ մենք այսօր Աբրահամի հայրությունը գիտենք եւ ունենք, բայց ուզում եմ մի բան ասեմ, Աբրահամը զոհասեղան կառուցեց։ Եվ գիտենք, որ շատերը Աստվածաշնչում, ովքեր զոհասեղան են կառուցում, դա մի զիլ բան է, դա մի ուժեղ բան է։ Վստահ եմ, որ այսօր շատ հովիվներ, շատ ծառայողներ, շատ եկեղեցիներ կան, որ չեն կարողանում կառուցել զոհասեղան։ Աբրահամը կառուցում է զոհասեղան։ Աբրահամը շինում է զոհասեղան։ Սա լավ է, սա իրականում ուժեղ բան է։ Ես սրա վրա կենտրոնանում եւ սրա վրա ակցենտ եմ դնում հիմա։ Երբ որ տեսնում ենք Իսահակին, որ Իսահակը մեծացավ, Իսահակն էլ զոհասեղան կառուցեց։ Հետո երբ որ տեսնում ենք Հակոբին արդեն, Հակոբն էլ զոհասեղան կառուցեց։ Մի բան եմ ուզում ասեմ, հայ ժողովուրդ։ Մենք քրիստոնյաներ ենք, հավատացյալներ ենք, մենք Աստծո զավակներ ենք, որդիներ ենք, հասկանում եք, մենք շատ տիտղոսներ ունենք այստեղ, անուններ ունենք, բայց որպես հայ ժողովուրդ, ես մի հատ դիտողություն կա մեզ բոլորիս, ինձանից սկսած բոլորիս, մեր մոտ մշակույթը այլ է եւ հոգեվոր չի այդքան էլ։ Փառք Տիրոջը, որ մենք եկել ենք եկեղեցի, որոշ բաներ սովորել ենք, որոշ բաներ փոխվել է, բայց դեռ շարունակական բնույթ պետք է կրի փոխվելու համար։ Հрьян սովորացնում է դեռ փոքրուց, որ իր որդին պետք է սովորի տալ։ Հայը սովորացնում է, որ չպետք է տալ։ Տարբերությունը հասկացաք։ Հոգևոր ժառանգության եւ ոչ հոգևոր ժառանգության վերաբերյալ կիսվել այն ինչ որ ունես։ Թեպետ եւ հիմա տեսնում եմ, որ երեխաներին սովորացնում են կամ ասում են այդ կամֆետը կամ այդ ինչ որ բանը կեսը դուր իրան, սովորացնում են այստեղ, բայց մշակույթ չի դառնում դա։ Բայց դա կյանք չի դառնում, դա կենցաղ չի դառնում։ Եվ ահա մենք մեծանում ենք եւ մեզ այսպես են արդեն սովորացրել, որ քունը քունն է։ Ինչի տվեցիր ուրիշին կամ կիսվեցիր ուրիշի հետ։ Մի արա այդ բանը։ Մանավանդ երբ որ դու գնում ես հարս ու կիսուրդ այդպիսին։ Ով լսեց։ Բայց այստեղ Աստված սովորացնում է Աբրահամին կիսվել։ Եվ ասում է կիսի քո զոհերը, կտրի նրանց եւ բաժանի նրանց երկու մասի, մեկը իմ համար, մեկը քո համար։ Եվ Աբրահամը առաջին մարդն է, որ քահանագործում է։ Աբրահամը առաջի անձն է, որ քահանագործում է, զոհասեղան է կառուցում եւ կանչում է Տիրոջ անունը։ Դուք ասես Աստվածաշնչում նրանք էլ են կառուցել զոհասեղան։ Բայց Աբրահամի կառուցած զոհասեղանը դա ֆունդամենտալ է, դա իմ ու քո կյանքի համար ամենակարևոր բանն է։ Հիմա լսեք ինչի մասին է խոսքը։ Եվ դա արեց Իսահակը, եւ դա արեց Հակոբը։ 3 մարդ արեցին։ 3 մարդ արեցին նույն բանը։ 3 մարդ զոհասեղան կառուցեցին։ Ուզում եմ մի բան ասել, հոր եւ ուղակի սովորական ծառայողի տարբերությունը սրա մեջ է։ Հայրերը կարողանում են քահանագործել։ Շատերը չգիտեն քահանագործել։ Ես նայում եմ այս կողմ եւ նայում եմ այն կողմ եւ տեսնում եմ շատ քիչ հայրեր կան, ովքեր զոհասեղան են կառուցել տալիս։ Կամ զոհասեղան են կառուցում իրանց եկեղեցիներում կամ ծառայություններում։ Ես տեսնում եմ այդ բանը Ռոդ Փարսլիի մոտ, ես տեսնում եմ այդ բանը Հովիվ Միխայելի մոտ։ Շատերը բազար ունեն, այսև առևտուր ունեն Տիրոջ հետ, որ
1000 դրամ տիրոջը տալ, թե չտալ, հանել զոհասեղանը եկեղեցուց, հանել լեզուները եկեղեցուց, հանել հոգևոր պատերազմը եկեղեցուց, հանել Սուրբ Հոգուն եկեղեցուց, հանել մի շարք գործողություններ, որը տվյալ անձին անում էր քահանա։ Եվ ահա մենք ունենք այդ քահանայի ամենաօրիգինալ օրինակը, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ մտավ սրբության սրբոց իր անձով։ Գիտենք, որ Աստվածաշունչը Եբրայեցիների գրքում ասում է, որ մարդկանց մահկանացու լինելը խանգարում էր քահանայություն անելու եւ քահանագործելու, որովհետեւ այդ քահանան ուղղակի շորերով չէր քահանա, այդ քահանան ինչ-որ ձևերով եւ բաներով չէր քահանա, ապա նա իր գործողություններով էր քահանա, կամ ունենք մենք այդ քահանապետը, որ Ահարոնն էր, կամ մենք ունենք Մելքիսեդեկի կարգին պես քահանապետը, ով իրականում քահանագործություն էր անում եւ կարողանում էր ժամանակ առ ժամանակ մտնել վարակույրի այն մյուս կողմը եւ արարողակարգ աներ եւ այնտեղ էր Տիրոջ ներկայությունը։ Եթե մարդը կոչվում է քահանա, բայց Տիրոջ ներկայության հետ կապ չունի եւ համված է բոլոր հոգևոր բոլոր նախադրյալները, որոնցից մեկը ասում եմ զոհն է։ Եթե քահանան զոհի մասին վախենում է խոսալ, ինքը կասկածելի քահանա է։ Եթե քահանան ինքը չի կարողանում զոհասեղան կառուցել, աղոթքի զոհասեղան, ծոմապահության զոհասեղան, ծոմապահության զոհասեղան եւ շատ զոհասեղաններ, որոնք արդեն համված է եկեղեցին եւ դուրս շպրտված է։ Եվ ահա քահանապետը, որը Հիսուս Քրիստոսն էր, գալիք բաների քահանապետը, իր անձով մտավ եւ կռահեք ինչ տեղի ունեցավ։ Մեզ հավատացողներից Քրիստոսին իր հետևից տարավ ներս Աստծո ներկայության մեջ։ Ահա հայրության գաղափարներից մեկը։ Ահա հայրության հայտնություններից մեկը, որ շատերը չգիտեն։ Մտածում ես, թե շատ հայտնություններ ունես, շատ գիտելիքներ ունես, շատ խոսքերին հմուտ ես եւ կարող ես բացատրել Աստվածաշնչի տարբեր տողերը, տեղերը, ստորակետները, միջակետները, ինչ որ հասկանալի, անհասկանալի մեկնաբանություններ ունես եւ ոչ մի բարդ խնդիր դու չունես Աստվածաշունչը բացատրելու, բայց դու ունես մի խնդիր, քահանագործելու խնդիր ունես։ Զոհասեղանը դուրս համված է եւ մարդը իրավունք չունի զոհաբերության կոչ անել եկեղեցուց տվյալ եկեղեցիներում եւ մարդկանց տանել դրա մեջ, որովհետեւ դա քո բարգավաճումն է, համար առաջինը դա քո կյանքի մեջ բաներն է, որ փոփոխում է եւ ահա մենք ունենք Աբրահամին, ով քահանագործում է, հոգեվոր պատերազմ է բարում Աբրահամը։ Երբ որ տեսնում ենք մութը եւ սոսկումը ընկավ Աբրահամի վրա, Աբրահամը ստիպված էր քշել անգղներին, արծիվներին, ովքեր հավաքվել էին զոհի դեմ։ Եվ Աբրահամը այնտեղ պետք է հանդիպեր գերբնական Աստծուն։ Ահա քահանագործության էլեմենտը, որտեղ դու հանդիպում ես բնական պլատֆորմ ստեղծելով գերբնական Աստծո հետ։ Եվ մեր Տիրոջ քահանայությունը դա գերբնական քահանայություն էր։ Աբրահամի քահանագործությունը դա գերբնական էր։ Իսահակինը դա գերբնական էր, Հակոբինը դա գերբնական էր, այս մարդիկ քայլում են գերբնական ճանապարհներով, գերբնական կյանքի մեջ։ Ինչ որ մեկը հասկանում է ինչի մասին է խոսքը։ Սա խորն է, հասկանում եք, սա շատ խորն է։ Սա շատ խորն է, կատարյալ պաշտոն, քահանայի պաշտոն, պատարագ մատուցել, պատարագել, անգամ Հիսուս այդ պատարագը արեց իր անձով, որպես ճշմարիտ քահանապետ։ Ով լսեց։
Ունդեղ էր ուխտի տապանակը, քերոբեները, այստեղ գրված է պինդ բռնենք մեր քահանապետից, Քրիստոս Հիսուսից։ Գիտեք, ովքեր որ ունակ չեն քահանագործելու, ովքեր որ ունակ չեն քահանագործելու, դա ծառայողներ են, շատ ծառայողներ են։ Քահանագործության մեջ մտնում է դևեր քշելը։ Ասում են, ի՞նչ է կատարվում ձեր մոտ։ Այս ի՞նչ է կատարվում ձեզ մոտ։ Երբ որ մարդկանց համար ծառայում են, աղոթում են, մարդիկ ընկնում են զորությունից, ասում են, ի՞նչ է կատարվում, մարդիկ ունակ չեն հասկանալու գերբնականը, որովհետև երբեք չեն քահանագործել։ Չեն արել այդ գործը։ Ամենը չի որ քահանա են։ Ոչ օծված են։ Ոչ ունակ են հոգևոր գործողությունների մեջ մտնել։ Տիրոջ փառքը արձակել։ Սովորական լեկցիա կարդացող հավատացյալներ են շատերը, որոնց այդ դիրքի մեջ դրել են մարդիկ ընտրության արդյունքներից։ Դեմոկրատիայի ճանապարհով են ընտրել իրանց համար ճակերտների մեջ ծառայողներ։ Ես խոսում եմ հոգևոր եւ անհոգևոր բաների համար։ Ոչ դև են կարող քշեմ, ոչ զոհեր են կարողանում բերել։ Ես չեմ խոսում, որ դու չես կարող, որ չունես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ այն զոհերի մասին, որոնք հոգևոր զոհեր են։